Պարոն Կարապետյան, երբ դուք հարցազրույցներ եք տալիս կամ հայտարարություններ եք հանդեսգալիս, իշխանության ներկայացուցիչները անմիջապես անցնում են գրելի, հիմնականում փորձում են ծաղրել, փորձում են գտնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չնայած Նիկոլ Փաշինյանը նաև սպառնում է, ես ուզում եմ հիշեցնել իրան խոսքերը Սամվել Կարապետյանին ուղղված, որ Հայաստանը կոլպան չէ, պետության համը բերանները կմնա, դուք մարզային այցեր եք կատարում, ընդհանուր տրամադրվածությունները ինչպես է, պետության համոնում բերանները կմնա ըստ էության, եւ մի կարևոր հարցեր եմ ուզում տալ, չնայած դուք մասամբ արդեն անդրադարձաք, սովորաբար ընտրություններից առաջ ժողովրդին շատ ուժեղ նաև խաբում են ու հետո ինքը սինթեզներ են լինում։ Հիմա կարող է ձեր պարագայում ու հանկարծ կարծվի, որ Ռոբերտ Քոչարյանը ձեր միջոցով հավակնում է կրկին մեծամասնություն լինել խորհրդարանում, որպես ընդդիմություն մեծամասնություն։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը հիշեցնեք։ Նույնիսկ ինչ տրամադրության եւ պետության համը բերանները մնացողան չհայացան։ Ինձ միշտ զարմացրել է աշխատանքային ժամերին, ինչով են զբաղված մեր պաշտոնյաները, որովհետև ես մասնավորի մեջ եմ եղել միշտ ու հավատացեք աշխատանքային ժամերին այնքան ժամանակ չեմ ունեցել, որ կոմենտ գրեմ առավոտից իրիկուն ինչ-որ ընդդիմությանը լսեմ ու կոմենտ գրեմ։ Իշխանության ղեկը իրենց ձեռքն է։ Եթե թող ընդդիմությանը մոռանան, իրենց զբաղվեն այն հարցերով, որը հիմքերը ընդդիմության բոլոր հիմքերը կզրոյացնի, այսինքն զբաղվեն երկրի բարեկեցությամբ, գյուղատնտեսությամբ, հազար ուրիշ հարցերով։ Facebook-ից դուրս գան, զբաղվեն գործով, այնպիսի տպավորություն է, որ մեր պետական ամբողջ մեքենան երկու բան է անում։ Կոմենտա գրում, ստատուսա գրում ու ասֆալտ անում։ Մեր պետությունը, մեր ամբողջ պետական համակարգը ասֆալտ անելու մասին չի, էլի։ Բացի ասֆալտի նկար գծելուց, մի որակական բան թող ներկայացնեն, մենք էլ ուրախ կլինենք դա փաստենք, մենք պրինցիպիալ լավ լուրերը ասելու կողմնակից ենք, որովհետև դա հույս է տալիս մեր հանրությանը, որ Հայաստանում կա հետաքրքիր պերսպեկտիվա, ապագա։ Ասեմ սենց, միայն մի սխալով, որ երկրի ղեկավարը արեց, ես նշել էի դպրոցների ուղղությամբ, նա մոտ $100 միլիոն մինիմում վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարող եմ թվարկել մի 3-4 այդպիսի սխալ, որով ոչ թե թալան, այլ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում խալատնստ վարկա ամպուտության արդյունքում մասնագիտական հնարավոր է եղել կորցնել ավելի մեծ գումարներ։ Ինչ վերաբերվում է թալանը հետ բերելուն, թող բերեն, մենք ուրախ ենք, թող հետ բերեն, ինչքան կարան, թող հետ բերեն թալանը։ Շատ լավ, ես շատ պերսպեկտիվայով մեծ էլի ուժեր եմ տեսնում, հուսով եմ, որ կստացվի, իրենք էլ կանցնեն, իհարկե գնահատելի այն գնահատականը, որ ստացել ենք, մենք ունենք այդ կոնսենսուսը ու նաև ինձ չի թվում, որ մենք մեծ հավատամք ունենք, որ մենք հավաքելու ենք այնպիսի բազային, այնպիսի աջակցություն մեր հասարակության կողմից, որը պարզ կդարձնի մեր հասարակությանը, որ ով է լինելու ընդդիմության հիմնական գործոնը։ Մեր ամբիցիան է դա, մենք գնալու ենք դրան։